Չույն բոլորին։ Դե ինչ, այսօր խոսելու ենք հայերենի քերականության մի շատ կարևոր ու հետաքրքիր գործիքի՝ Մակբայի մասին։ Երբևէ մտածել եք, թե ինչն է մեր խոսքին գույն, բնավորություն ու հստակություն տալիս։ Դե պատասխանը շատ հաճախ հենց Մակբայների մեջ է թաքնված։ Եկեք միասին հասկանանք, թե ինչպես։ Պարզապես նայեք այս 4 հարցերին, որտեղ, երբ, ինչպես, որքան։ Սրանք մեր ամենօրյա խոսքի հիմքն են, չէ՞։ Ու պատկերացրեք, կա մի խոսքի մաս, որը կարծես հերոսի պես պատասխանում է այս բոլոր հարցերին, մեր ասածին ավելացնելով անհրաժեշտ մանրամասներ։ Ու այդ հերոսը հենց Մակբայինն է։ Ահա, սա էլ մեր այսօրվա ճանապարհային կարտեզը։ Սկզբից կհասկանանք, թե ընդհանրապես ինչ է Մակբայը, հետո կուսումնասիրենք դրա 4 հիմնական տեսակները, կտեսնենք, թե ինչպես են դրանք ստեղծվում, ու վերջում խոստանում եմ կտամ մի շատ պարզ հուշում, որն այս ամենը հիշելը կդարձնի շատ ավելի հեշտ։ Դե ինչ, սկսեցինք ամենահիմքից։ Նախ եկեք պարզենք։ Լավ, ինչ բան է այս Մակբայը եւ ինչու է այն այդքան կարեւոր մեր խոսքում։ Ուրեմն, եթե պաշտոնական լեզվով ասենք, Մակբայը ցույց է տալիս գործողության հատկանիշը։ Այսինքն, պատմում է, թե որտեղ, երբ, ինչպես կամ ինչ չափով է կատարվում այդ գործողությունը։ Երկու կարևոր բան պետք է հիշել։ Այն սովորաբար կանգնում է բայի կողքին ու որպես կանոն չի հոլովվում։ Կարելի է ասել, բայի ամենալավ ընկերն է, որը միշտ պատրաստ է մեզ ավելի շատ տեղեկություն տալ։ Լավ, հիմա որ արդեն գիտենք, թե ինչ է Մակբայը, եկեք բացահայտենք դրա տեսակները։ Սկսենք առաջին երկուսից, որոնք պատասխանում են մեր ամենահաճախ տրվող հարցերին՝ որտեղ եւ երբ։ Ուրեմն առաջինը տեղի Մակբայն է։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այն պատասխանում է որտեղ հարցին, բայց ոչ միայն, նաև ուր եւ որտեղից հարցերին։ Ըստ էության, սա կարծես գործողության աշխարհագրությունն է, որտեղ է այն տեղի ունենում։ Ահա մի քանի օրինակ։ Պատկերացրեք, երբ ասում ենք նրանք քայլում էին դռնեդուռ, մենք անմիջապես հստակեցնում ենք քայլելու վայրը, կամ ամենուրը, հեռուն, այս բառերը գործողությանը տալիս են կոնկրետ տարածական շրջանակ։ Հաջորդ կանգառը ժամանակի Մակբայն է, ինչպես արդեն կռահեցիք, այն պատասխանում է երբ հարցին, իդեպ կարող է պատասխանել նաև երբվանից հարցին։ Այս Մակբայներն էլ իրենց հերթին գործողությունը տեղավորում են ժամանակի մեջ։ Օրինակ, հիմա ինչ-որ բան անելը բոլորովին այլ բան է, քան վաղը անելը, չէ՞։ Երբեք բառն ընդհանրապես կարող է ամբողջ նախադասության իմաստը փոխել։ Իսկ օրեցօրը ցույց է տալիս, որ գործողությունը կրկնվում է։ Սրանք կարելի է ասել մեր գործողությունների ժամանակացույցն են։ Հիանալի է։ Մենք արդեն գիտենք, թե որտեղ եւ երբ են կատարվում գործողությունները։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես եւ որքան։ Ժամանակն է անցնելու հաջորդ երկու կարևոր տեսակներին։ Ձևի Մակբայը, անկեղծ ասած, թերևս ամենաարտահայտիչն է։ Այն պատասխանում է ինչպես հարցին ու նկարագրում է գործողության կատարման ձևը, ոճը, նույնիսկ բնավորությունը։ Մտածեք սրա մասին, մի բան է վազել, բայց բոլորովին այլ բան է արագ վազելը։ Մի բան է խոսելը, մեկ այլ բան լրջորեն խոսելը։ Իսկ հերոսաբար բառը միանգամից գործողությանը մի տեսակ վեհություն է տալիս։ Հենց այս Մակբայներն են, որ մեր խոսքին անհատականություն են հաղորդում։ Եվ վերջապես մեր 4-րդ հիմնական տեսակը չափ ու քանակի Մակբայը, այն պատասխանում է որքան կամ ինչքան հարցերին ու ցույց է տալիս գործողության աստիճանը, ինտենսիվությունը կամ քանակը։ Օրինակ, արդյոք դուք շատ եք հավանում այս թեման, թե քիչ։ Լիովին եք հասկանում, թե մասամբ։ Տեսնում եք, այս փոքրիկ բառերը ճշգրտում են գործողության ինտենսիվությունը։ Շատ լավ։ Հիմա, որ 4 հիմնական տեսակների հետ արդեն ծանոթ ենք, եկեք մի քիչ ավելի խորանանք։ Կտեսնենք, թե ինչպես են կազմվում շատ Մակբայներ ու կխոսանք մի շատ հետաքրքիր հատուկ դեպքի մասին։ Շատ Մակբայներ, հատկապես ձևի Մակբայները, կազմում են բավականին պարզ սկզբունքով։ Տեսեք, վերցնում ենք մի արմատ, որը հաճախ ածական է, օրինակ հերոս բառը, ավելացնում ենք հատուկ ածանց, այս դեպքում աբար, ու վերջ ստանում ենք Մակբայ, հերոսաբար։ Ամեն ինչ շատ տրամաբանական։ Իսկ հիմա ուշադրություն դարձրեք այս ածանցներին։ Սրանք ամենատարածված վերջավորություններն են, որոնք կօգնեն ձեզ շատ հեշտ ճանաչել Մակբայները։ Այսինքն, եթե տեսնում եք մի բառ, որն ավարտվում է աբար, որեն կամ ապես, մեծ է հավանականությունը, որ գործ ունեք Մակբայի հետ։ Սա ձեզ համար հիանալի հուշում է։
Եվ ահա մի շատ հետաքրքիր դեպք ընդհանրական մակբայներ։ Սրանք մեր լեզվի քամելեոններն են, քաղված նախադասությունից նույն մակբայը կարող է բոլորովին տարբեր իմաստներ ունենալ։ Օրինակ, եթե ասեմ նա շուտ-շուտ այցելում է, այստեղ դա նշանակում է հաճախ, այսինքն չափի մակբայ է։ Բայց եթե ասեմ նա շուտ-շուտ ուտում էր, այստեղ արդեն նշանակում է արագ, այսինքն ձևի մակբայ է։ Այնպես որ հիշեք, համատեքստն ամենակարևորն է։ Դե ինչ, մենք բավականին շատ բան քննարկեցինք։ Հիմա եկեք այս ամենը մի լավ ամփոփենք ու գտնենք ամենահեշտ ձևը այս ամբողջ ինֆորմացիան մեր մտքում ամրագրելու համար։ Եվ ահա, այս աղյուսակը ամեն ինչ ասում է։ Սա ձեր գլխավոր հուշաթերթիկն է։ Ճիշտն ասած, մակբայները հեշտ հիշելու եւ ճանաչելու լավագույն ձևը յուրաքանչյուր տեսակն իր հիմնական հարցի հետ կապելն է։ Տեղ, որտեղ, ժամանակ, երբ, ձև, ինչպես եւ չափ որքան։ Եթե այս պարզ կապը հիշում եք, ուրեմն դուք արդեն իսկապես լավ տիրապետում եք թեմային։